Ծխախոտագործության ավանդույթները վերականգնելու համար սա գյուղնախարարի արդեն երկրորդ հանդիպումն է Հաթերքում։ Այս անգամ հանդիպմանը նաև Մասիս Տոբակո ընկերության գլխավոր տնօրենն է մասնակցել։ Ծխախոտագործության համար գյուղի բնակլիմայական պայմանները նպաստավոր են։ Արամ Մխոյանի խոսքով սա եկամտաբեր ճյուղ է։ Մի մասը որպես նախաձեռնողներ, որոնք կնախաձեռնեն եւ կստեղծեն այն խումբը, որը որ կզբաղվի, իսկ մի մասն էլ պարզապես որպես աշխատողներ, վարձու աշխատողներ, որոնք որ միջին հաշվով 5-ից 6000 դրամ օրական աշխատավարձ կունենան։ Իսկ մի մասը, որոնք որ կնախաձեռնեն, լուրջ եկամտի աղբյուր կունենան, ես ասեմ, որ 1 հեկտարի հաշվով 2 միլիոնի չափով մաքուր եկամուտ կունենան։ Հանդիպմանը նաև գյուղի նախկին ծխախոտագործներից են մասնակցել։ Միայն թե տարիների ընթացքում Հաթերքում շատ բան է փոխվել, ասում են գյուղացիները։ Նախկինում գյուղը տեխնիկայի պակաս չուներ, այսօր վիճակը լիովին այլ է։ Սեփական տեխնիկա ունեն, բայց դրանք այնքան հին են, երևի Ստալինի ժամանակներից, հին տրակտորներ, հին գութաններ, հին ամեն ինչ շատ հին է, եւ դրանցով հիմա մեծ ակնկալիքներ դրանց վրա մեծ հույսներ դնել չի կարելի։ Վերամշակող ընկերության տնօրենն ավելացնում է, Մասիս Տոբակոն գյուղացիներին կանխավճար է տրամադրելու, տեխնիկա է բերելու Հաթերք, որ զարգանա այս ճյուղը։ Իսկ հաճորանոցները Հաթերքում չեն կառուցելու, գյուղը գազաֆիկացված չէ։ Հովհաննես Թադևոսյանի համոզմամբ ըստ ամենայնի Գետևանում կամ Դրամբոնում կլինեն ընկերության չորանոցները։ 6 հեկտարով հող է մշակում։ 2 տարի կոպեկ չեն վերցնում։ Միլիոն դնում են դատարկ գնում։ Սողոմոն Արստամյանը նույն խնդիրն է բարձրացնում։ Ասում է ամեն տարի հող է մշակում եւ գրեթե միշտ էլ եկամուտ չի ունենում, կամ տեխնիկա չի լինում հունձանելու համար, կամ էլ երաշտ է լինում։ Հաթերքը ջրային ռեսուրսներ ունի, բնակիչների խոսքով ռոռոկման համակարգն է խարխուլ վիճակում։ Ջուր բաց են թողնում, բայց կա այնպիսի խնդիրներ, որ ասենք մի տարածքում կա, ասենք 1 հեկտար եգիպտացորեն, որի համար ինձ թվում է չարժե որ ջուրը բաց թողնեն, քանի որ այդ ջուրը գնում է հենց գետնի վրայով, ներածծվում, դրա համար ժողովրդի մեջ այդ խոսակցությունը կա։ Գյուղատնտեսության նախարարը լսեց գյուղացիների մտահոգությունները, եզրակացնում է անելիքներ կան Հաթերքում։ Այդ ընթացքում հաթերքցիները մտածելու են առաջարկի շուրջ։ Իդեպ կառավարությունը հավելավճարի տեսքով աջակցելու է ծխախոտագործներին։ Իհարկե կան խնդիրներ եւ գյուղում եւ գյուղատնտեսության ոլորտում, ջրի տեղափոխման, ուրեմն հողի մշակման բազմաթիվ խնդիրներ, որոնք իսկապես ընթացիկ խնդիրներ են, որոնք որ լուծելի են։ Եվ պատրաստ ենք լուծելու այդ խնդիրները։ Գյուղնախարարը սպասելու է հաթերքցիների պատասխանին։ Արամ Մխոյանը մեջբերել է Ասկերանի եւ Մարտունու շրջանների փորձը։ Ասում է, մարդիկ զբաղվում են, ձեռքբերումներն էլ տեսանելի են։ Նարեկ Սահակյան, Մերուժան Մարտիրոսյան, օր։